լուրջ Դադաստան է սպասվում, Աստծո Դադաստանին պատրաստել։ Ներքին հարցում էր կամ այդպես գյումրեցիների տրամադրությունը ստուգելու ինչ-որ միջոցներ հասկանալու։ Մի բան ասեմ ձեզ, ուրեմն մենք չենք պատկերացնում, որ սրանք այսքան փող կբաժանեն։ Ես չէի հավատում, ես հավատում էի իր դեմոկրատ պահվածքին, բան, դեմոկրատիա չգիտեմ ինչ է բան ասում։ Ես չէի պատկերացնում, որ այսքան փող կբաժանեն, այսքան կերձիկ կանեն, ու ավելի սարսափելի կլինեն, քան ասենք շատ նախկիններից եւ աններից։ Մենք դրան չենք սպասում, բայց եթե հիմա դիմացանորություն լինի, այս կանել մեջ խոսք եմ տալիս։ Կրկնակի անգամ խայտարակվել, կրկնակի երակի անգամ, այդքան բան լուրջ բան չունեմ ասել։ Գաբրեն կտեսնենք։ Գաբրեն կտեսնենք, անեսքան բան եմ ասում։ Քանի որ վերջինը հայտարարություն է ոնց որ հանրագործության մասին կա փաստեր ձեր մոտ եւ այսինքն սպասում եք գար ժամանակը այդ փաստերը ներկայացնել փող բաժանելու մասին խոսքը որովհետեւ դուք բոլորը ամբողջ քաղաքի հասարակության կարծիքը ամբողջ քաղաքը դա է ասում։ Ինչի ով չգիտի, ամբողջ ռեսպուբլիկան է ասում, միայն գյումրեցիք են ասում, տեսանք ինչ արեցին, գնացիք թե անգամ փաստեր կա նկարած, որ ասենք փողի խանութից փողը տալիս էին, մտցնում էին ընդրության, գնում ենք բաներով դուրս էին գալիս 60,000 դրամի ապրանք էին տանում, յաշիվներ, ով չտեսա, մենք չէինք հավատում, բայց տեսանք են անում։ Այսինքն վարչապետի ասած, այսպես ասած, կարող եք համարել, որ ինչ-որ գործընթացի մեկնարկ է տրվելու։ Մի բան ասեմ, ինչ ուզում է անում, կոնկրետ ինչ ուզում է անում, մենք պատրաստ ենք, ամեն ինչի պատրաստ ենք, վախեցող չկա, ընկճվող չկա, միայն առաջ Հայաստան, լավ է լինելու, հայերը տիրելու են իրանց հողերին, թուրքերի մտածած ցանկությունը չի լինելու, Հայաստանը շենանալու է, Թուրքիան բաժանվելու 4 մասի, Ադրբեջանը վերանալու է, երկրի երեսից Աստծո պատիժը թափվելու է դրանց գլխին։ Հանգիստ եղեք, ով համբեր է, նա կեց է, ասում է Սուրբ Գիրքը։ Վերջացած։ Հանգիստ եղեք կտեսնեք ու մենք էլ դա կտեսնենք։ Ժամանակը հասյալ է։